Ողջունում եմ բոլորիդ սիրելիներ ու հարկ եմ տալիս Աստծուն, որ Տիրոջ շնորհքով առիթ եղավ նորից հետ վերադարձանք եւ միասին ենք Տիրոջը պաշտելու, միասին ենք Տիրոջը մեծարելու, փառաբանելու եւ դեռ ճիշտ է ժամանակի մի քիչ տարբերություն կա, հոգնածություն կա, բայց ուրախ եմ, որ միասին ենք նորից ու պետքա Տիրոջը պաշտենք։ Սիրելիներ, գիտեք, որ մոտենում են տոնական օրերը եւ միասին պետք է առաջ Աստված մյուս կիրակի ծաղկազարդը տոնակատարենք եւ դրանից հետո զատիկն է մոտենում եւ մի փոքր կշեղվենք մեր հիմնական Մատթեոսի ավետարանի սերտողությունից եւ մի թեմայի մասին եմ ուզում խոսել, որը որ բավականին արդիական է, ինչու, որովհետեւ եկեղեցական առհասարակ տոները լավ առիթ եւ հնարավորություն են տալիս ավետարանը քարոզելու համար։ Եվ սրա համար մենք իրապես պետքա պատրաստ լինենք ճշմարտությունը փոխանցելու, առավելևս այն ժամանակ, երբ որ մարդիկ այս շրջանակներում ինչ են անում, խորհում են, մտածում են։ Ու նույնիսկ նրանք, ովքեր որ գուցե տարվա մեջ այս մեկ անգամն են եկեղեցին հիշում կամ Տիրոջը հիշում, սա առիթ է, որպեսզի մենք ինչ անենք, ավետարանը փոխանցենք, լուրջ մնանք։ Եվ որպես եկեղեցի կանչված ենք այս առաքելության շրջանակում միշտ առաջնորդվելու։ Մինչև կանցնեմ բուն հատվածը, այսօր խոսելու ենք մաքուր ավետարանի կարիքի մասին, որ աշխարհն ունի այդ մաքուր ավետարանի կարիքը։ Պարսից թագավորը Դարե առաջինը ստեղծել է աշխարհի առաջի պետական փոստային համակարգը։ Ինչ էր դա իրանից ներկայացնում։ Կար թագավորական ճանապարհ եւ ընտրված էին սուրհանդակներ, որոնք որ փոխանցում էին թագավորի հրամանները։ Ու այս հրամաններից կախված էին իր ծառաների կյանքերը, քաղաքների ճակատագրերը եւ ռազմական գործողությունները։ Հոնիական ապստամբության ժամանակ մեր թվարկությունից առաջ 490-ից 493 թվականներին Փոքր Ասիայի շատ քաղաքներ արդեն ապստամբում են Պարսկաստանի դեմ։ Ու այս ծառայությունը սուրհանդակների առավել կարևոր էր եւ արդիական էր դարձել։ Բայց դրա հետ մեկտեղ նաեւ բավականին վտանգավոր։ Ինչու, որովհետեւ եթե բռնեին սուրհանդակներին, նրանք շատ հանգիստ կարող էին սպանել որպես բռնապետության խորհրդանշի, կամ կարող էին խոշտանգել եւ փորձել տեղեկատվություն ստանալ։ Բայց այնուամենայնիվ սուրհանդակները շարունակում էին ճանապարհը, որովհետև Դարեհի հրամանն էր դա պահանջում։ Ու այդ պահանջների շրջանակում կար զորքերի շտաբ հավաքագրումը, ապստամբության ճնշումը եւ դավաճանների պատժումը։ Հերոդոտոսը այն ժամանակվա պատմիչներից գրում է, որ ոչ ձյունը, ոչ անձրևը, ոչ շոգը, ոչ գիշերվա խավարը չէին կանգնեցնում այս սուրհանդակներին։ Սուրհանդակները անցնում էին թշնամական տարածքներով առանց պահպանության, փոխում էին ձիերը կայաններում յուրաքանչյուր 25-30 կիլոմետրը, չունեին կանգ առնելու կամ շեղվելու իրավունք։ Հրամանը պետք է հասներ իր նպատակին ամեն գնով։ Դրա հետ մեկտեղ նաև կար ինչ, պարգևատրում։ Նրանք, ովքեր որ հաջողությամբ հասցնում էին հրամանը ապստամբության պայմաններում, ստանում էին թագավորական պարգևներ, ազատվում էին հարկերից, ստանում էին հող, երբեմն նույնիսկ ցմահ ապահովում, իսկ նրանց ընտանիքները գտնվում էին թագավորի պաշտպանության տակ։ Հերոդոտոսը նշում է, որ թագավորական սուրհանդակ լինելը վտանգավոր էր, բայց համարվում էր մեծագույն պատվեր։ Գիտեք, սա ասում եմ մի պարսկական թագավորության շրջանակներից աշխատանքի մասին, սուրհանդակի աշխատանքի մասին։ Մենք այսօր թագավորների թագավորի սուրհանդակներն ենք։ Իսկ թագավորի հրամանը ավետարանն է, որը որ ամենաթանկարժեք ու ամենակարևոր լուրն է բոլոր մարդկանց համար, եւ այդ լուրը պետք է հասցնենք աշխարհի ամեն մի ծայրերը։
Սա այն պարտականությունը, որ մենք որպես եկեղեցի կվանչված ենք իրագործելու։ Պողոս առաքյալը շատ լավ էր այդ ամեն ինչը հասկանում։ Դրա համար բարի լուրը տանում էր ամենուրեք։ Ու այսօր մենք հենց խոսելու ենք այդ մաքուր ավետարանի կարիքի մասին։ Մաքուր ավետարանի կարիքի մասին։ Սրա մասին Գյումրիում ես վերջերս խոսել եմ, բայց կարծում եմ մեզ համար էլ կարևոր կլինի։ Առաջի Թեսաղոնիկեցիս նամակից ենք միասին ընթերցելու։ Գիտեք, Թեսաղոնիկեի եկեղեցին հիմնվեց Պողոս առաքյալի երկրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ, Գործք առաքելոց 17-րդ գլխում կարող եք կարդալ 1-9։ Ու գիտեք, որ երբ որ ծառայությունը սկսվեց եւ Տիրոջ շնորհքով եկեղեցին հիմնվեց, բավականին մեծ խնդիրներ առաջացան քաղաքում եւ նա ստիպված եղավ հալածանքից ելնելով ինչ անի, լքի եկեղեցին, լքի քաղաքը եւ դուրս գա։ Եվ բնական էր, որ Պողոսը բավականին մտահոգված էր նորադարձ եկեղեցու կարգավիճակի, թե ինչ վիճակում են գտնվում, արդյոք հալածանքի խնդիրների մեջ շարունակ մնում են հավատարիմ, թե ոչ։ Եվ գիտենք, որ ուղարկում է Տիմոթեոսին։ Երբ որ Տիմոթեոսը հետ է վերադառնում այդ լուրը փոխանցելով, Պողոս առաքյալը բավականին քաջալերվում է, ինչի որտեղ տեսնում է, որ եկեղեցին ամուր է, կանգնած է։ Եկեղեցին շարունակում է ծառայել եւ շատ-շատերի համար օրինակ է նույնիսկ ինչ անում, դարձել նորադարձ եկեղեցի։ Սակայն նորից բավականին խնդիրներ կային, որոշ հարցեր կային, որ կիսատ էին մնացել եւ Պողոս առաքյալը հարկ է համարում նամակները գրելու։ Սկիզբը առաջին նամակը, հետո նաեւ երկրորդ նամակը։ Այսօր կարդալու ենք առաջի Թեսաղոնիկեցիս 2-րդ գլուխ 1-7 համարները։ Կխնդրեմ ոտքի կանգնենք եւ միասին ընթերցենք առաջի Թեսաղոնիկեցիս 2-րդ գլուխ 1-7 համարներն ենք ընթերցելու միասին։ Առաջի Թեսաղոնիկեցիս 2 1-7։ Եղբայրներ, ինքներդ գիտեք, որ ձեզ մոտ մեր մուտքը զուր չեղավ։ Ալ ինչպես գիտեք, նախ չարչարվելով ու անարգվելով Փիլիպեում, մեր Աստծով համարձակվեցին քարոզել ձեզ Աստծո ավետարանը, հակառակ մեծ դժվարության, որովհետև մեր քարոզը ոչ մոլորության վրա է հիմնված, ոչ պղծության, ոչ էլ նենգության, այլ ինչպես մենք Աստծուց ընտրվեցինք, որ ավետարանը մեզ վստահվի, այդպես էլ քարոզում ենք, ոչ թե մարդկանց հաճելի լինելու, այլ Աստծուն, որ մեր սրտերը քննում է։ Երբեք շողոքորթ խոսքերով հանդես չեկանք, ինչպես գիտեք, եւ ոչ էլ ագահության պատրվակով, Աստված վկա է։ Ոչ մարդկանցից փառք փնտրեցինք, ոչ ձեզանից, ոչ էլ ուրիշներից, թեև կարող ենք որպես Քրիստոսի առաքյալներ ծանրություն դառնալ, բայց ձեր մեջ հեզակ հոգի եղանք։ Աղոթենք։ Մեր Տեր Աստված իրապես փառք ենք քեզ տալու, շնորհակալ ենք, որ այս մեծ առանձնաշնորհում ես տվել Տեր Աստված ավետարանդ լսելով քեզ ճանաչել, փրկությունդ ճաշակել եւ գալ մեծ արանքով քո առաջ գալու շնորհակալություն հայտնել Տեր, որ իրապես փրկեցիր, ողորմեցիր եւ քո որդուն տվեցիր, որով որ կյանք ունենք։ Աղոթում եմ ով Տեր, որ հիմա օրհնես մեզ եւ օգնես, որ ամեն բանից առաջ քո կամքդ փնտրենք, որը որ լավագույնն է մեզ համար եւ օգնի, որ լուր չմնանք որպես եկեղեցի, այլ այս բարի լուրը, այս ավետիսը մեր շրջանակներում փոխանցենք, որովհետեւ միմիայն խոսքով է որ փրկություն կա, միմիայն քո միջոցով է որ փրկություն կա, այլ ճանապարհներ, այլ միջոցներ չկան։ Ուստի դու փառավորվիր ամեն ինչի մեջ։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։ Նստեք խնդրեմ։ Հիշեք մի կարևոր բան։ Երբ որ ավետարանը քարոզում ենք ճիշտ դրդապատճառով, այն բերում է Աստծուն հաճելի արդյունք։ Երբ որ մենք ավետարանը ճիշտ դրդապատճառով քարոզում ենք, փոխանցում ենք, այն բերելու է Աստծուն հաճելի արդյունք։ Սա չի նշանակում, որ բոլորը կզղջան, կփրկվեն, այլ նշանակում է, որ Աստծո խոսքը զուր տեղը չի անցնում։ Որոշների համար այդ ավետարանը լինելու է փրկության լուր, որոշների համար այդ ավետարանը լինելու է դատապարտության։ Այսօր խեղաթուրված ավետարանը ամենուրեք է։ Շարժառիթները տարբեր են եւ այն ինչ որ հիմա տեսնում ենք, այս ամեն ինչ նոր չէ։
կար առաջին դարում եւ մինչեւ այսօր մենք այդ ամեն ինչը տեսնում ենք։ Ու համարում եմ, որ եւս մեկ անգամ արժի խոսել այս թեմայի շրջանակում, ինչի, որովհետեւ նորից դրա համար ենք մնացել երկրից վրա։ Տերը պահել է մեզ, որպեսզի մենք ավետարանը տարածենք ամբողջ աշխարհով մեկ եւ աշակերտներ դարձնենք իր փառքի համար։ Բայց ինչ է ավետարանը։ Մինչև ավետարանչության գործնական կողմերին անցնելը անհրաժեշտություն կա եւս մեկ անգամ մեզ համար հստակեցնելու։ Երբ որ ասում ենք ավետարան, ինչի մասին է այն խոսքը գնում։ Ավետարանի էությունը կարող ենք կարդալ Առաջի Կորինթացիս 15-րդ գլխում Պողոս առաքյալը մի փոքր այնտեղ ներկայացնում է, բայց ուզում եմ ընդհանրական ասել, որ ավետարանի բարի լուրը սկսվում է նախ եւ առաջ այն վատ լուրով, որը որ գտնվում է ամբողջ մարդկությունը։ Վատ լուրը որն է, որ արդար Աստված, կատարյալ Աստված ստեղծեց մարդկանց, բայց մարդը ինչ եղավ, մեղքի մեջ ընկավ։ Եվ մեղքի որպես հետևանք արժանի է ամեն մեկը հավիտենական դատապարտության։ Եվ Տերը իր արդարությամբ կարող է բոլորին պատժել եւ որևիցե մեկը չի կարող ասել, որ դա անարդար կլինի։ Սակայն Տերը ողորմած ու գթած լինելով իր շնորհքով իր որդուն ուղարկեց, Տեր Հիսուս Քրիստոսին, որով որ փրկություն ունենք։ Նրա կյանքով, նրա մահով, նրա հարության վրա է հիմնված մեր հույսը եւ սա է ավետարանի այդ բարի լուրը։ Բոլոր նրանք, ովքեր որ կհավատան, թեև մահանան ինչ կանեն, կփրկվեն, հավիտյան Տիրոջ հետ կլինեն։ Սա այն բարի լուրը, որ մենք պետք է ինչ անենք, փոխանցենք։ Մի եղբայր հետևյալն է ասել. եթե քարոզչության մեջ չկա Քրիստոսի փոխանորդական մահը, այսինքն որ Քրիստոս մեր համար մահացավ, դա կարող է լինել կրոնական խոսք, բայց դա ավետարան չէ։ Քրիստոս, որ արդարն էր, սուրբն էր, մեր համար մահացավ։ Մեր համար խաչվեց, որպեսզի մենք կյանք ունենանք։ Բայց մինչև նորից անցնելը, խոսելը հատվածներին, թե ինչպես պետք է ավետարանենք, ինչպես պետք է խոսենք, ուզում եմ նախ եւ առաջ մի բան մտածենք։ Արդյոք ես ընդհանրապես ավետարանը քարոզում եմ, թե ոչ։ Որովհետեւ նորից շատ բան կարող ենք խոսել, շատ մեթոդներից կարող ենք խոսել, բայց եթե ես ավետարանը չեմ քարոզում, այս ամեն ինչը ինձ համար լինելու են դատարկ խոսքեր։ Ինքներդ ձեզ նորից այս հարցը տվեք։ Անցած շաբաթվա ընթացքում ավետարանը քարոզել եմ, թե ոչ։ Անցած ամսվա շրջանակում գոնե ինչ որ մեկի հետ այդ բարի լուրը ավետարանը քարոզել եմ, թե չէ, փոխանցել եմ, թե ոչ։ Մի տարվա շրջանակում արդյոք ավետարանը խոսել եմ, թե ոչ։ Հասկանում եք, հիմա ամեն մեկը էլ դուք ինքներդ էլ գիտեք, այդ հարցի պատասխանը գիտեք։ Մենք կանչված ենք ավետարանը քարոզելու, ինչպես քարոզենք։ Այս հատվածից կտեսնենք 4 սկզբունքներ, որը որ Պողոս առաքյալը ուղղորդում է մեզ։ Ինչպես քարոզենք, 4 սկզբունքներ։ Առաջինը՝ ավետարանեք կամ քարոզեք անձնազոհաբար։ Ուշադրություն դարձնենք առաջի երկու համարներին։ Եղբայրներ, ինքներդ գիտեք, որ ձեզ մոտ մեր մուտքը զուր չեղավ։ Որտե՞ց գիտենք, որ Պողոս առաքյալի մուտքը Թեսաղոնիկե զուր չէր։ 13-րդ համարի մեջ դրա մեջ ասում է արդեն պատասխանը տալիս է։ Կարդանք 13-րդ համարը 2:13, ասում է. դրա համար էլ մենք Աստծուն անդադար գոհություն ենք հայտնում, որ դուք Աստծո քարոզչության խոսքը մեզանից ստանալով ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ ինչպես ճշմարիտ է, որպես Աստծո խոսք, որը ներգործում է ձեր հավատացյալներիդ մեջ։ Ուշադրություն դարձեք, հեթանոսները, որոնք որ կռապաշտության մեջ էին, երբ որ Պողոսից խոսքը լսեցին, ընդունեցին ոչ թե որպես մարդկային խոսք, այլ ընդունեցին ինչպես Աստծուց ուղարկված իրենց խոսք։ Եվ հավատացին եւ հավատացածի այդ արդյունքն էլ ասում է, տեսնում եք, որ այդ ավետարանի խոսքը ինչ է անում, այսօր ձեր մեջ ինչ է անում, գործում է։ Գործում է։ Ավետարանը կարող է մարդկանց սրտեր փոխելու։
Մի կարծեք, որ մենք կարիք ունենք ինչ-որ նորաձև բաների եւ այլն, ինչի որտեվ շատ շատերը կարծում են, որ ավետարանը արդեն իսկ կարծես իր ուժը կորցրել է, ժամանակը անցել է, մենք պետք է ինչ-որ նորամուծություններ մտցնենք, փոփոխություններ բերենք։ Չէ, սերներ։ Ավետարանը մինչև հիմա գործում է եւ ավետարանը այդ ճշմարտությունը փոխում է մեր կյանքերը։ Ամեն մեկս վկա ենք, եթե Տիրոջը ճանաչել ենք, այդ ավետարանը նորից գործում է մեր բոլորիս կյանքում։ Բայց ուշադրություն դարձրեք, երկրորդ համարը։ Այլ ինչպես գիտեք, նախ չարչարվելով ու անարգելով Փիլիպեում մեր Աստծով համարձակվեցին քարոզել ձեզ Աստծո ավետարանը, հակառակ մեծ դժվարության։ Նայեք, Պողոս Արաքյալը, երբ որ հիշեցնում է, ասում է, որ այս բարի լուրը կամ ավետարանը ձեր մեջ բարի ներգործություն է ունեցել, նաև հիշեցնում է, որ այդ ամեն ինչը իրենց համար շատ հեշտ չեղավ։ Հիշեցնում է, որ ասում է, որ նախ եւ առաջ ծեծվեցինք, բանտարկվեցինք Փիլիպեում։ Նայեք, շատերը գուցե Պողոս Արաքյալի իրավիճակում, որ հայտնվեին, ասեին, գուցե կանգ առնեին։ Ասեն դե կարծես Տիրոջ համար ենք ծառայում, մեր կյանքը նվիրել ենք Տիրոջը, ու ինչ ենք ստանում, ծեծ, հալածանք, անարգանք ու ամենուրեք է այս ամեն ինչը։ Ոնց որ Արմեն եղբայրս էր ասում, հիմա կարող է իրավիճակ լիներ Պողոս Արաքյալի համար, որ ասեր գուցե ինչ որ մի բան սխալ ենք անում։ Գուցե կարիքը չկա այս ամեն ինչը քարոզելու։ Այսինքն նման իրավիճակի մեջ հայտնվեն, որ հիասթափություն լինի։ Ասեմ ախր կարծես թե ինչ հա, արդար է, չէ։ Տիրոջ գործն է անում, բայց ծեծ է ուտում։ Հալածանքի միջով է անցնում, բանտարկվում է եւ այլն։ Խնդիրներ են ունենում։ Երկրորդ Կորինթացից նամակը կարդացեք, կտեսնեք ինչքան չարչարանքներով ու տանջանքով անց է Պողոս Արաքյալը։ Հասկանում եք, բայց այս պարագայում Պողոսը կանգ չի առնում։ Ինչի որտեվ տառապանքը չի չեղարկում Աստծո կամքը։ Լսում եք։ Տառապանքը, դժվարությունները, խնդիրները չեն չեղարկում Աստծո կամքը, որտեվ մեր կյանքի նպատակը այս երկրից վրա հաջողություն ունենալը չէ։ Առանց խնդիրներով կյանք ունենալը չէ։ Այլ շատ դեպքերում հաճախ նաև հաստատում է, որ մենք ճիշտ ճանապարհի մեջ ենք։ Մեկ ասում եմ, եթե դու սատանային ես, սատանան քեզանով շատ չի զբաղվում, ինչի որտեվ արդեն իրանն ես։ Բայց երբ որ Քրիստոսինն ես դառնում, երբ որ Տիրոջինն ես դառնում, հալածանքներ լինելու են։ Ուշադրություն դարձեք Գործք առաքելոցը կտեսնեք։ Առաքյալները, երբ որ գնում էին Տիրոջ կամքի համեմատ գործելու, ծառայելու, խոսելու, հալածանքները գալիս էին։ Արդեն Մատթեոս ավետարանից շատ անգամներ սրա մասին խոսեցինք։ Ինչու՞։ Որովհետև մենք գտնվում ենք թշնամական միջավայրում։ Տիրոջ զավակները գտնվում են թշնամական միջավայրում եւ այդ թշնամական միջավայրը հալածելու է, որովհետեւ ձեր քարոզությունը իրանց համար անընդունելի է հիմարություն է։ Քրիս եղբայրս Միեզևի խոսքեր ասել, որ ամեն անգամ հիշում եմ։ Ասեց ավետարանչության հաջողությունը հենց ավետարանչություն անելու մեջ է։ Մնացածը ինչի որտեվ մեզանից կախված չէ։ Շատերը կարծում են, որ ավետարանչություն արեցի հաջողությունը այն ժամանակ է, եթե փրկվածներ կան, երբ որ դարձ կա, ապաշխարություն կա եւ ամեն։ Մենք ուրախանում ենք այդ ամեն ինչով, բայց հիշեք մի բան։ Ժողովուրդ ջան, ավետարանչության հաջողությունը հենց ավետարանչություն անելու մեջ է։ Մնացածը մեզանից չի։ Դրա համար Պողոս Արաքյալը քարոզում էր, ուր որ գնում էր, ասում է պատե ու անպատե, ավետարանը տալիս էր։ Եթե ընդունում են ավետարանը, ոչ թե ընդունում են մեզ, այլ ընդունում են ում? Տիրոջը։ Երբ որ մերժում են ավետարանը, ոչ թե մերժում են մեզ, այլ մերժում են ում? Քրիստոսին։ Հետևաբար սիրելիներ, հիշեք մի բան։ Եթե ավետարանը քարոզելու ենք, մարդիկ գուցե ծաղրեն, գուցե հակառակվեն, դա չպետք է կանգնեցնի մեզ։ Չպետք է լուր մնանք, ինչի առաքյալները ուրախանում էին, երբ որ արժանանում էին տառապանքի Քրիստոսի անվան համար։ Գործք առաքելոց 5-րդ գլուխ 40-42 համարները կարդանք։ Խոսքը գրում է Պետրոսի եւ Հովանեսի մասին, ասում է եւ կանչեցին առաքյալներին, ծեծեցին ու պատվիրեցին, որ Հիսուսի անունով չխոսեն ու նրանց արձակեցին։ Ասեմ, այս մարդիկ անենց սովորական մարդիկ չէին, էլի, անենց պարզ մի բան չէր, խնդիր չէր։ Մարդիկ էին, ովքեր որ մի քանի շաբաթ առաջ Քրիստոսին էին խաչել։ Այդ իշխանությունն ունեն սպանելու։
այդ իշխանությունն ունեն դատապարտելու մարդկանց։ Եվ իրենց զգուշացնում են, ծեծում են ու ասում են Քրիստոսի մասին չխոսակ։ 41 համարը։ Իսկ նրանք լուրումունջ գնացին տուն ու ոչ մեկին ավետարանը չէին քարոզում։ Չէ, տենց բան չի գրված, ելներ։ Ասում է, իսկ նրանք ուրախանալով գնացին ատյանից, այսինքն դատարանից, որովհետև նրա անվան համար էին անարգանքի արժանացել։ Նրա անվան համար անարգանքի արժանացան։ Եվ ամեն օր չէին դադարում տաճարում ու տներում ուսուցանել եւ Հիսուսի Քրիստոսի մասին ավետարանել։ Ծեծվեցին, հալածան կերան, նույնիսկ պատվերը ստացան, որ պետքա լուր մնան, ուրախացան ու ասցին չենք կարա լուր մնանք։ Հասկանում եք, սիրելիներ, մենք շարունակ ապրում ենք, մենք այնքան ենք ընկել այս թոհու բոհի մեջ, այնքան ենք մեր կոմֆորտը փնտրում, որ մենք մի փոճուր նեղություն ունենալուց վախից լուր ենք մնում։ Այսօր Փառք Աստծուն Հայաստանում չեն սպանում։ Կարող է հերետիկոս անվանեն, աղանդավոր անվանեն, գուցե որոշ խնդիրներ ունենաք ձեր հարազատների հետ եւ այլն, բայց հասկանում եք, այն ինչ որ առաքյալներն էին անցնում, դրան մոդել չի անգամ այն հալածանքը, որ մենք կրում ենք։ Իրավունք չունենք լռելու։ Տառապանքը ծառայության խոչընդոտ չէ, այլ հաճախ դրա հաստատումն է, սիրելիներ։ Արդյոք ես ավետարանը քարոզում եմ այսօր։ Թե ասում եմ լավ, թող եկեղեցու հովիվները քարոզեն, եղբայրները քարոզեն, այդ իմ գործը չի։ Իմ գործն է կգամ կնստեմ ստեղ, աթոռս կզբաղեցնեմ եւ վերջ։ Ես Կիրակի օրը եկել եմ, էլ ինչ եք ինձանից ուզում։ Արդյոք այս առաջնորդությամբ ենք քայլում։ Չէ, սիրելիներ, մենք անձնազոհաբար մեր կյանքը պետքա տանք ավետարանի քարոզության համար։ Ինչպես արեցին բոլոր առաքյալները։ Առաքյալներից ոչ մեկ իր մահով չմահացավ, բացի Հովհաննեսից, այն էլ Հովհաննեսն էլ բանտարկված էր։ Մենք շատ ենք սովորել այս ամեն ինչին եւ կարծես դարձել է մեզ համար սովորական մի բան։ Ժողովուրդ ջան, ավետարանեք անձնազոհաբար, մի լռեք։ Մենք չպետք է սահմանափակվենք, եթե նույնիսկ ինչ որ խնդիրներ կամ հարցեր են լինում։ Քրիստոս հենց մեզ հանձնարարություն տվեց եւ մենք չենք կարող լռել։ Երկրորդը, մենք պետք է ավետարանենք առանց հավելումների։ Ուշադրություն դարձեք 3-րդ համարի, որովհետև մեր քարոզը ոչ մոլորության վրա է հիմնված, ոչ պղծության, ոչ էլ նենգության։ Ինչ հավելումներ աստեղ Պողոս առաքյալը բերում։ 3 բան ասում։ Առաջինը մոլորություն։ Երբ որ ասում է, որ Պողոսի ավետարանը չէր պարունակում սուտ, կեղծիք կամ ճշմարտության խեղաթյուրում։ Այսօր գոյություն ունեն տարբեր ուսմունքներ։ Մորմոններն են, յոհովայվկաներն են, որոշ խարիզմատիկ խեղաթյուրումներ կամ շեղումներ, նաև որոշ ծեսական ինչ-որ մոտեցումներ, կրոնական մոտեցումներ։ Մարդկային տեսանկյունից, եթե նայենք, դրանց մեջ որոշ դրական բաներ կարան գտնենք։ Որոշ բարոյական ինչ-որ դասեր կարան լինեն եւ այն ինչ-որ որ ասում եմ շատ հստակ է, այսինքն մի կարծեք, որ Եհովայի վկաները ինչ-որ որ քարոզում են ամբողջությամբ 100%-ով սուտ է։ Չէ, ճշմարտություն պարունակում է, բայց ճշմարտության այդ խառնվածը նաեւ ինչը սուտը, սուտն է տրվում նույնպես։ Արդյոք մեր համար պետքա շատ հստակ լինի։ Արդյոք այն ինչ որ մենք խոսում ենք, ավետարանը քարոզում ենք կամ լսում ենք, Աստվածաշնչյան ճշմարտություն է, թե ոչ։ Արդյոք նրանց քարոզած Աստվածը ճշմարիտ Աստվածն է, թե ոչ։ Մա շատերը կասեք, լավ դե Արտուր եղբայր, շատ ծայրահեղ ես մտածում։ Սիրելիներ, սա երկրորդական հարց չի։ Սա առաջնային հարց է։ Փրկության վերաբերվող հարցերն է։ Այն մարդիկ, ովքեր որ չեն ճանաչում ճշմարիտ Քրիստոսին, որը որ Սուրբ գրքում է գրված, իրանք հետևում են ոչ ճիշտ Քրիստոսին, եւ բնական է, որ ոչ էլ փրկություն ունեն։ Դրա համար սիրելիներ, մեր ավետարանը, երբ որ պետքա գնանք քարոզելու, պետքա ինչ լինի, զերծ լինի ամեն տեսակի ստից։ Երկրորդ ասում է, զերծ լինի պղծությունից, պղծություն կամ անմաքրություն շարժառիթներում։ Պողոսի ժամանակ շատ մարդիկ օգտագործում էին կրոնը իրենց մեղավոր ցանկությունները բավարարելու համար։ Այդ թվում նաև սեռական։ Հիմա դե կարակ ասեք, լավ, դե առաջվա բան էր, հիմա տենց բան չկա, հավատացնում եմ ձեզ, այսօր էլ շատ ծառայողներ ընկնում են այս ամեն ինչի մեջ, ինչի որտեվ այլ շարժառիթներ ունեն։
Հնարավոր է այսօր գուցե ձևերը փոխվել են, բայց վտանգը մնացել է։ Ուստի ավետարանի քարոզը պետք է պահպանի ինչ մաքրություն ոչ միայն ուսմունքի մեջ, այլ նաև շարժառիթների մեջ, մեր ընթացքի մեջ։ Առավել ևս, երբ որ մենք ծառայում ենք հակառակ սեռի ներկայացուցիչներին, սատանան քնած չի, սիրելիներ։ Ու ցավով եմ ասում, շատերը ընկնում են այս մեղքի մեջ, ու շատերը, որոնք որ կարծես նայում են ավետարանի մեջ են, խոսքի մեջ են, սատանայից խապնվում են եւ ընկնում են։ Ուրեմն ինչ անենք, զգուշ լինենք, եւ երրորդ հավելումն ասում է նենգություն կամ խոսքը գիտակցաբար խաբեության մասին, այսինքն գիտակցաբար մի փոքր ծռում է իմ շահերի համար։ Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունեն, եւ մարդկանց մոլորեցրել են փողի, իշխանության կամ ազդեցության համար, կեղծ մարգարեություններից մինչև ֆինանսական հրաշքներ։ Եկեք մեր եկեղեցի, այսքան գումար տվեք բանը, Աստված ձեզ տասնապատիկ, հարյուրապատիկ կտա եւ այլն, ու ինչա դառնում, առևտուր է դառնում։ Բանկում տոկոսը ցածր է, եկեք մեր մոտ ներդրում արեք, տոկոսը մեր մոտ ավելի բարձր է եւ երաշխավորված է երկնքով։ Շատերը օգտագործում են այս ամեն ինչը, ծուղակ են ներկայացնում, որպեսզի ինչ անեն, մարդկանց շահեն իրենց հասկացողությամբ։ Մենք էլ որպես Տիրոջը կանչված զավակներ կարող ենք գայթակղություն ունենալ ինչ անելու, փոխալ թեման կամ չխոսելու ամբողջ ավետարանի մասին, որպեսզի մարդկանց աչքում հանկարծ ու հանկարծ աղանդավոր չթվանք։ Ցավով եմ ասում, բայց հայտնի ավետարանիչ Բիլի Գրեմը, երբ որ նրան հարցազրույցի էին կանչել, Ռոբերտ Շուլերը, կոչվում է Hour of Power, այսինքն 1997 թվականին։ Երբ որ հարց է տալիս, թե այլ կրոնների մարդիկ փրկվելու են, թե ոչ, ինքը պատասխանում է, ասում է, կարող են չիմանալով Հիսուս Քրիստոսի անունը փրկվել։ Հարց է տալիս։ Եվ Բիլի Գրեմը պատասխանում, ասում է, կարող են փրկվել, որովհետև արձագանքում են այն լույսին, որ ունեն, եւ Աստված նրանց վրա կիրառում է Քրիստոսի վաստակը։ Այսինքն այլ կերպերով ասում է, որ եթե ասենց ասած լավ մուսուլման են, լավ բուդդիստ են, կփրկվեն, որովհետև ազնիվ կերպով հավատում են այդ իրանց Աստծուն։ Ու ինչ է ստացվում, կարծես փրկությունը կարող է այնպես լինել, որ առանց գիտակցաբար հավատքի առ Հիսուս Քրիստոս։ Այնինչ մենք գիտենք, որ այդ ամեն ինչը կեղծիք է։ Եվ փրկության միակ ճանապարհը Հիսուս Քրիստոսն է։ Լսում եք, չեմ ասում քրիստոնեությունը։ Միակ փրկության ճանապարհը Հիսուս Քրիստոսի միջոցով է։ Եվ վերջ։ Մակարտուրը հետևյալ խոսքն է ասել։ Ասում է, կես ավետարանը, կես փրկություն չէ, այլ ամբողջական մոլորություն է։ Կես ավետարանը, կես փրկություն չէ, ամբողջական մոլորություն է։ Ես միշտ այս օրինակն եմ բերում, ասում եմ, պատկերացրեք, ձվածեղ եք սարքում, 10 ձվանի, 9 ձուն գցեցիք, լավն էր, խնդիր չկար։ Այն 10-րդը փտած էր ու ամբողջությամբ տարածվեց։ Ասելու եք, դե ոչինչ, այն 9 լավ է, այն սարքելու եք ու ուտեք։ Չէ, Ժորժ ջան, ամբողջն էլ թափելու եք։ Դրա համար, երբ որ մենք ավետարանը քարոզում ենք, իրավունք չունենք ծռելու կամ ինչ որ մի բան կիսատ ներկայացնելու, առանց հավելումների պետք է քարոզենք։ Այն ինչ որ կա Աստծո խոսքը ամբողջությամբ լիարժեք։ Երրորդը պետք է ավետարանենք աստվածահաճո կերպով։ Չորրորդ համարը։ Այլ ինչպես մենք Աստծուց ընտրվեցինք, ով է կանչում մեզ ծառայության, սա կարևոր է, սիրելիներ։ Եթե մենք չենք հասկանում, չենք գիտակցում, թե ով է մեզ կանչել, մենք չենք հասկանում ում համար ենք մենք ծառայում, մեր շարժառիթները, մեր նպատակները ճիշտ ուղղությամբ չեն գնալու։ Պողոս առաքյալը շատ հստակ հասկանում էր, որ իր կանչվածությունը ումից է, Աստծուց է։ Դրա համար էլ ասում է, որ ավետարանը մեզ վստահի, այնպես էլ քարոզում ենք, ոչ թե մարդկանց հաճելի լինելու, այլ ում, այլ Աստծուն, որ մեր սրտերը քննում են։ Այսինքն մենք Տիրոջ առաջ կանգնած ենք եւ Աստված շատ լավ գիտի մեր սիրտը։ Նույնիսկ մենք մեր սիրտը այդքան լավ չենք ճանաչում, ինչքան Աստված գիտի։ Դա համար Պողոս առաքյալն ասում է, Տերն է մեզ ընտրել, Տերն է մեզ այդ ավետարանը տվել, ուրեմն այդ ավետարանը պետք է քարոզենք ոչ թե մարդկանց հաճելի լինելու համար, այլ ում հաճելի լինելու,
Աստծո համար։ Ու այսօր վտանգ կա նորից մարդահաճության։ Խոսել միայն սիրո մասին, բայց լռել մեղքի մասին։ Խոսել օրհնությունների, բժշկությունների մասին, բայց լռել դատաստանի եւ ապաշխարության մասին։ Խոսել լավ բաների մասին, բայց ճշմարտությունը չփոխանցել, ինչի, որպեսզի ականջը շոյվի, որպեսզի քանակ ապահովենք, որպեսզի ցույց տանք, տեսեք մեր քարոզությամբ ինչ ունենք, ինչքան շատ մարդ կա։ Քանի դեռ մարդը չի գիտակցում իր մեղավորությունը, նա էլ չի էլ փնտրելու փրկչին։ Այ որպես սենց ասած, չեմ այդ խնդիրը չունեմ, այ որպես սիրող Աստված, որպես սենց ասած կախարդական փայտիկ ձեռա տալիս։ Իմ ցանկությունները կկատարի, իմ ուզածը կանի, գումարս կավելացնի, տենց Աստծուն պատրաստ եմ հետևելու։ Դրա համար ժամանակը գալու է ու մինչև հիմա էլ, որ շատ մարդիկ իրենց հաճելի ինչ են փնտրելու, քարոզություն են փնտրելու, որպես իրենց ականջը շոյվի, որպեսզի ասեն դու ինչ լավն ես, դու ասա լավն է, ամեն բան լավ է եւ այլն, ու այս ամեն ինչով մարդիկ խաբվում են, որտեվ Քրիստոսի անունն է տրվում։ Ավետարանության մեթոդները կարող են տարբեր լինել եւ բավականին լավ մեթոդներ կան, բայց հիշեք, ավետարանի մեթոդները տարբեր լինելով, ավետարանը մեկն է եւ անփոփոխ է։ Մեթոդները չպետք է խեղաթյուրեն բովանդակությունը։ Եթե մենք ճիշտ հասկանում ենք ծառայությունը, ճիշտ հասկանում ենք, թե ումից են կանչված, ինչի համար են կանչված, ապա կձգտենք հաճեցնել միմիայն ում Աստծուն։ Առաջի Կորինթացիս 3:5-7 համարներ ընթերցենք։ Առաջի Կորինթացիս 3:5-7։ Պողոս առաքյալն է ասում. Արդ ով է Պողոսը կամ ով է Ապողոսը, սոսկ սպասավորներ։ Հիմա ուշադրություն դարձեք, երբ որ սա ներկայացնում է, թե ով է Ապողոսը, ով է Ապողոսը, չի ցածրացնում իրենց ծառայությունը։ Չի ասում, որ մենք այն ինչ որ անում ենք անիմաստ է։ Չի ասում, մենք ընդամենը Տիրոջ ովն ենք, ծառաներն ենք։ Ասո որոնց միջոցով ինչ արեցիք, հավատացիք, եւ նրանցից ամեն մեկը արեց այնպես, ինչպես որ Տերը տվեց նրան։ Նորից Պողոս առաքյալը շատ հստակ հասկանում էր, ումից է ծառայությունը գալի, ումից են ստացել եւ որն է իրենց պատասխանատվության շրջանակը։ 6-րդ համարը. Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված ինչ արեց, աճեցրեց։ Ուրեմն ոչ տնկողը որևիցե բան արժի, ոչ էլ ջրողը, այլ Աստված, որ աճեցնում է։ Եվ Պողոս առաքյալը համեմատելով իր ծառայությունը հասկանում է մի բան, որ Տերն է փրկողը։ Մենք չենք կարող փրկենք։ Մեզանից ինչ որ հասնում է, դրա մեջ պետք է հավատարիմ լինենք։ Գնանք ու այդ խոսքը փոխանցենք, բայց փրկողը ով է։ Աստված է։ Դրա համար իր համար պետք է անենք, լավագույնը պետք է անենք, հաճեցնենք ոչ թե մարդկանց, այլ միմիայն Աստծուն։ Ինչի որտեվ միայն ողջ փառքը պատկանում է նրան եւ վարձատրությունը նորից ակնկալում ենք ումից Տիրոջից, նրանից է գալու։ Մի մեկնաբան գրել է հետևյալն, ասում է մենք կանչված չենք մարդկանց հաճեցնել, մենք կանչված ենք Աստծուն փառավորել։ Մենք կանչված չենք մարդկանց հաճեցնել, ես կանչված չեմ ստեղ ձեր դիմաց աճպարություն անել եւ ձեզ հաճելի քարոզներ քարոզել։ Դրա մեջ կանչված չեմ սիրելներ։ Կանչված եմ մի բանում, Տիրոջը փառավորել։ Եվ նույնը դուք ձեր ամեն մի բան ինչ որ անում եք, կանչված եք Տիրոջը փառավորելու։ Դրա համար կլինի երգում եք, ծառայում եք, հանգանակում եք, աղոթում եք, այցելում եք, ամեն բան արեք միայն ու միայն Տիրոջը փառքի համար։ Եթե անում եք ոչ Տիրոջը փառքի համար, ավելավը չանեք։ Անկեղծ եմ ասում։ Մի արեք։ Եթե զուտ գումար եք տալիս ու ցույց տալու համար կամ ստիպված եք անում, մի արեք։ Երգում եք, փառաբանում եք, նորից ստիպված մի արեք։ Քարոզում եք, մի արեք։ Արեք այն ժամանակ, երբ որ հասկանում եք ու անում եք Տիրոջը փառքի համար։ Մնացածը Աստծուն ընդունելի չէ։ Երբ գիտակցություն ունենք, ապա կավետարանենք Աստծուն հաճելի կերպով։ Եվ 4-րդը վերջինը ավետարանենք ճշմարիտ շարժառիթներով։ 5-ից 7 համարները։ Ասում է նորից շարունակում է նույն թեման եւ բավականին մոտիկ է, ասում է երբեք շողոքորթ խոսքերով հանդես չեկանք։
Չի ասում, չենք եկե գեղեցիկ բաներ ասեն, գիտեք դուք այսպիսին եք, այնպիսին եք եւ այլն եւ այլն։ Կհիշեք Հիսուսի մոտ մեկը եկավ տենց Նիկոդեմոս անունով։ Եկավ ասեց, գիտենք, որ Աստծուց եկած ուսուցիչ ես եւ այլն, սկսեց մեծ բաներ խոսալ։ Հիսուս դրանով բան չարեց, էլի, չհալվեց սիրտը, ասի, գիտես ինչ կա, շարունակի։ Կարճ կոնկրետ ասեց, եթե վերստին չծնվես, երկնքի արքայություն չես մտնելու։ Այն ինչ որ ասում ես, որևիցե օգուտ չունի, եթե վերստին ծնունդ չունես։ Խոսեք ամեն ինչից։ Ինչ ուզում եք խոսեք, քաղաքականություն, ժամանակ եւ այլն, եղանակ, ինչ ուզում եք խոսեք։ Եթե ավետանը չեք քարոզում, այդ մարդկանց օգուտ տված չեք։ Եթե չեք խոսում այդ մարդկանց մեղքի փրկության Քրիստոսի մասին, այդ ամեն ինչի շրջանակում որևիցե օգուտ չկա։ Հա, որպես լավ մարդ գուցե ձեզ ճանաչեն, որպես խելացի մարդ, ով որ տարբեր բաներից հասկանում է, գուցե ճանաչեն։ Եթե Քրիստոսը չի կենտրոն, այդ ամեն ինչը դառնում է պարապ բաներ։ Դա համար Պողոս Արաքյալն ասում է, շողոքորդ խոսքերով հանդես չենք եկել, ինչպես գիտեք, եւ ոչ էլ ագահության պատրվակով։ Նպատակը այն չէր, որ գայինք ասենք մի քանի բան, դե ասենք հիմա մեր գրպանները լցրեք։ Այդ չի եղել նպատակը։ Ով է վկա։ Աստված ասում է վկա է։ Աստված վկա է, Աստված ամեն բան տեսնում է։ Ոչ մարդկանցից փառք փնտրեցինք, ոչ ձեզանից, ոչ էլ ուրիշներից։ Նպատակ երբեք չենք ունեցել ձեզ հաճեցնել կամ ձեզանից փառք անկալել, որ ասեք, օ, տեսեք Պողոս Արաքյալը ինչ իմաստուն վարդապետություն ունի, ինչ խելացի մտքեր է արտահայտում։ Տեսեք, ավարտել է Գամաղիելի ոտքերի մոտ է եղել եւ այլն։ Նպատակը այդ չէր։ Նպատակը Տիրոջ փառքն էր, դրա համար ասում ոչ ձեզանից ենք փառք փնտրել, ոչ ուրիշներից, ոչ էլ որևիցե մեկից փնտրելու ենք։ Դրա համար ծառայեց անznազոհաբար, ծառայեց լավագույն կերպով, առանց հավելումների, Աստծո փառքը փնտրելով։ Ու այս ամեն ինչի մեջ ճիշտ շարժառիթներ ուներ։ Թեև կարող ենք որպես Քրիստոսի առաքյալներ ծանրություն դառնալ, բայց ձեր մեջ հեզահոգի եղանք։ Նորից մեր անձը, մեր եսը չենք փնտրում։ Փնտրում ենք լավագույնը Տիրոջը փառքի համար եւ ձեզ ենք ծառայում։ Ինչ խնդիրներ կարա լինի՝ փող, փառք, հայտնիություն, այս ամեն ինչը գայթակղություններ են, որը որ այս ժամանակակից աշխարհում շատ հեշտ է երևում, գիտեք։ Ինչի որտեվ համացանցը կա, սոցցանցերը կա, մեկ ինչ որ մի բան անում է, միանգամից այդ ամեն ինչը սենց ասած տարածվում է եւ այլն։ Մեր նորից նպատակը երբեք մեր անձը չպիտի լինի։ Երբեմն մեր մարդկային եսը այնքան է մեծ դառնում, որ սկսում ենք տխրել, եթե հանկարծ Աստված սկսում է ուրիշների միջոցով ավելին գործել, քան թե մեր միջոցով։ Գոնե ուրախանանք, գոնե փառք տանք Տիրոջը, տխրում ենք, ասում ենք դե ինչի պետք է այս ձև լինի։ Մովսեսը երբ որ ծառայում էր, Մովսեսի հարազատ քույրը, եղբայրները կանգնեցին, ասին, միայն քեզանով է, որ Տերը գործում է, մենք էլ ենք Տիրոջ մարգարեներ եւ այլն։ Մովսեսը հետները կռիվ չարեց, ոչ մի բան չարեց։ Ուղղակի թողեց Տիրոջ առաջ ու Տերը իր պատասխանը տվեց։ Մատթեոսի ավետարանում 6-րդ գլուխ 1 եւ 5-րդ համարներն եմ ուզում կարդամ, արդեն սրա մասին խոսել ենք, բայց ուզում եմ ուշադրություն դարձնենք, որովհետեւ նույնն է, մարդը նույնն է մնացել։ Մատթեոս 6 առաջի համարը. Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առաջ, ուշադրություն դարձրեք։ Նրանց ցույց տալու համար այլապես վարձք չեք ունենա ձեր հորից, որ երկնքում է։ Ինչու չեն ունենա վարձք։ Որտեվ երկրի վրա մարդկանց առաջ են անում, մարդկանցից են ակնկալում այդ փառքը, 5-րդ համարը։ Երբ աղոթ կանես, չլինես կեղծավորների պես, որոնք որ սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկյուններում կանգնած աղոթել։ Գիտեք ինչ են սիրում այդտեղ։ Որտեվ շատ մարդ կա։ Փոքր ծառայություններ ինձ մի ասեք։ Այցելեմ, հիմա մի հատ տատիա կամ մեկին խնամք տանելը շատ մարդ չի իմանում, գիտեք ինչ կա, այդքան էլ բան չի, պրեստիժ չի այդ ծառայությունը։ Թույլ տվեք պարտադիր քարոզեմ ստեղից։ Պարտադիր ստեղից մեծ աղոթներ բարձրացնեմ։ Ես հիշում եմ, որ նոր էի հավատքիս ճանապարհին, աղոթաժողովին էինք մասնակցում ու աղոթում եմ ու բռնացեցի ինձ այն մտքի մեջ, որ աղոթում եմ մեծ բաներ։ Տեր աշխարհին խաղաղություն, բոլոր հիվանդներին բժշկություն եւ այլն, ու հասկացա, որ կեղծավորություն եմ անում։ Այսինքն ոչ թե Աստծո առաջ եմ աղոթում, այլ ուզում եմ եղբայրներից մոտ ցույց տալ, որ տեսեք ինչ վերին, սենց բաների մասին եմ մտածում, վերին բաների մասին եմ աղոթում։
Եվ այո, հանդիմանվեցի, ինչի որտեվ Տերը սիրտս քննում է։ Հիշեք մի բան, որ ամեն բան ինչ որ անում ենք, Տերը վկա է եւ մեր սիրտը Տիրոջ առաջ շատ պարզ է, հստակ է։ Ասում է կանգնած աղոթում են, որպեսզի մարդկանց տեսանելի լինեն։ Հիսուսն ասում է, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նրանք իրենց վարձքը ինչ են արել, ստացել են։ Եթե պտուղ եք ուզում տեսնել ձեր կյանքում, ձեր ավետարանության մեջ, ձեր ծառայության մեջ, ապա ձեր կյանքի ծառայության ամեն ինչի կենտրոնում պետք է լինի Աստծո փառքը, ոչ թե մեր անունը, ոչ թե ձեր անունը։ Այս ամեն ինչի sense ասած ամփոփում։ Դե կարանք ասենք ամեն եւ այլն անցնենք գնանք, բայց ցերներ անկեղծ մոտենում են ժամանակներ, որով մարդիկ մտածում են։ Ճիշտ է, շատերը հիմա ավելի մտածելու են բրինձ, ձու ներկել, խժբժանք եւ այլն եւ այլն։ Հույսով եմ դուք ինքներդ այդ ամեն ինչի մեջ չեք ընկնելու։ Թարխունը, լավաշը եւ այլն, չգիտեմ, առաջ ասված մյուս կիրակի ուռենի ճյուղերը, բադիկները եւ այլն։ Այս օրերը թող առիթ հանդիսանա, որպեսզի ինչ անենք, ավետարանը քարոզենք։ Գնացեք ու փոխանցեք խոսքը։ Ու հավատացնում եմ ձեզ, երբ որ այդ ավետարանը քարոզեք, երբ որ այդ ճշմարտությունը փոխանցեք, դիմացինը կընդունի թե չի ընդունի, ձեր սիրտը ցնծալու է ուրախությամբ, որովհետև արեցիք այն ինչի համար, որ Տերը ձեզ ինչ արել, պահել է։ Ինչպես պետք է ավետարանենք։ Անձնազոհաբար։ Մեր անձը, մեր եսը ուրանալով, մաքուր կերպով, առանց հավելումների, առանց ծռելու, Աստծուն հաճելի լինելու համար, որտեվ Տերն է քննում մեր սիրտը, Տիրոջից ենք կանչված, Տերն է փրկում, ողջ փառքը իրան պետք է լինի։ Ուրեմն ինչ արեք Աստծուն հաճեցնելու Աստվածահաճո կերպով ավետարանեք եւ ճիշտ շարժառիթներով։ Ձեր փառքը մի փնտրեք այլ ուրիշ ինչ-որ բաներ, ձեր եսը մի փնտրեք։ Թող ամեն ինչի կենտրոնում լինի Տերը, մաքուր ավետարանը, որտեղ որ ինչ է արվում, հրճակվում է Տիրոջ խաչը ու հարությունը, քարոզվում է առանց հավելումների, հաջորդվում է ոչ թե շահից բխած, այլ Աստծո փառքից, ու դրա համար էլ բերում է իր ժամանակին իր պտուղը, որը տալիս է հենց նաև Աստված։ Ավետարանը, երբ որ քարոզվում է ճիշտ շարժառիթներով, բերում է Աստծուն հաճելի արդյունք։ Դուք եք Աստծո սուրհանդակը։ Թագավորների թագավորը, տերերի Տերը, այս բարի լուրը, այս ուղերձը ուղղել է ձեզ, որպեսզի դուք էլ գնաք ու փոխանցեք մարդկանց։ Ուրեմն մի լռեք, եթե սիրում եք Աստծուն, սիրում եք ձեր հարազատներին, ուրեմն մի լռեք։ Տիրոջ ավետարանը փոխանցեք։ Աղոթենք։ Տեր Աստված, իրապես փառք ենք քեզ տալիս, որտեղ դու ողորմած ու գթած ես։ Դու քո հավատարիմ զավակների միջոցով քո ճշմարտությունը մեզ փոխանցեցիր։ Եվ մեր կյանքում այդ ավետարանը կյանք դարձավ։ Եվ փրկություն ստացանք, չունենալով ոչ մի արժանիքներ։ Մենք էլ մնացած մարդկանց նման մոլորված ենք, մեր ցանկություններն ենք կատարում եւ մեռած ենք մեր հավատքի մեջ։ Բայց քո ողորմությունը, քո շնորհքը գտավ մեզ։ Քո սերը հասավ մեզ եւ փրկեց։ Ոստի աղոթում եմ ով Տեր, որ մեզ իրապես խիզախություն տաս, որ լուրջ չմնանք, որ ավետարանիդ բարի լուրը տարածենք Տեր Աստված։ Օգտագործենք ամեն պահ, ամեն հնարավորություն եւ աղոթքով խնդրենք, որպեսզի Տերը այդ հնարավորությունը տա։ Որովհետեւ հավատքը գալիս է միմիայն քո խոսքից, Տեր։ Ոստի օգնի, որ խոսքը տարածող լինենք։ Եվ այս գալիք տոների շրջանակում թող որ քո լույսը, քո ճշմարտությունը շատ շատերին փրկության առիթ հանդիսանա, Տեր։ Այցելիր նաև նրանց, ովքեր որ տկարության մեջ են, ովքեր որ հիվանդությունների մեջ են, Տեր, դու գիտես ամեն մեկիս խնդիրները, գիտես ամեն մեկիս դժվարությունները, Տեր, գիտես ամեն մեկիս հոգսը, ու ամեն բան քո ձեռքերի մեջ է, Տեր։
Դու խոստացար, որ եթե փնտրենք քո արդարությունն ու քո արքայությունը, մնացած ինչի կարիքը որ ունենք, դու կտաս Տեր։ Ուղղակի շատ դեպքերում կարիքը մենք խառնում ենք մեր ցանկության հետ։ Օգնի, որ քո գործի, քո արքայության տարածման մեջ հավատարիմ լինենք։ Եվ մնացածը վստահենք, որ Տեր դու բարի ու հավատարիմ ես։ Ու կհոգաս այն բոլոր կարիքները, որոնք որ ունենք։ Չնայած եթե նույնիսկ ինչ-որ հարցերում նեղություն կկրենք, դժվարություն կլինի, խնդիրներ կլինեն, գիտենք մի բան ով Տեր, որ երկնքում հավիտյան քեզ հետ ենք լինելու, հավիտենականությունը քեզ հետ ենք անցկացնելու և քո փառքի մեջ ենք լինելու Տեր։ Սա այն մեծագույն վարձատրությունը, որ ակնկալում ենք, քեզ հետ լինել և քեզ հետ հավիտենականությունն անցկացնել։ Ուստի օգնի, որ որպես եկեղեցի աղ և լույս լինենք մեր շրջապատում և լավագույնն անենք քո անունը մեծարելու և քեզ մեծած փառաբանելու։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով աղոթեցի, որպեսզի փառավորվի Հայրը, Որդին և Սուրբ Հոգին։ Հավիտյանս հավիտենից։ Ամեն։